Այդ ուժը նախանշում էր այն ելույթները, որոնք հետագայում կստիպեին ամբողջ Եվրոպային դողալ և խոնարհվել։ Լիստի երիտասարդությունը կարճ և տարօրինակ էր։ Այն ամենը, ինչ սովորաբար կազմում է մարդկանց կյանքը, անհոգություն, առաջին սեր, անձրևի տակ զբոսանքներ, նրանից խլվեց արվեստի համար։ Նա մեծացավ մի աշխարհում, որտեղ չկար սահման, ներշնչման և պատժի միջև։ Յուրաքանչյուր նոտա ցավ էր արժենում, յուրաքանչյուր ակորդ խոստովանություն։ Երեկոյան հայրը նրան կարդում էր մեծ կոմպոզիտորների նամակները, սովորեցնում էր յուրաքանչյուր հաջողված մեղեդու մեջ լսել ճակատագրի ձայնը։ Երբեմն տղան քնում էր հենց դաշնամուրի մոտ։ Ստեղների վրա մնում էին նրա մատների հետքերը, ապագայի նշաններ, որը արդեն ենթարկված էր ճակատագրին։ Երբ նա դարձավ 14 տարեկան, տանը առաջին անգամ սկսեցին խոսել Փարիզի մասին։